չկա, հանդիպենք խոսենք, հա։ Տիկին նախագահ, քանի որ դուք կարևորեցիք խաղաղության հաստատման process-ը տարածաշրջանում, դուք ձեր երկիրը նաև Եվրամիությունը, որը ինչ-որ փուլում նաև միջնորդ էր հայ-ադրբեջանական բանակցություններում, իդեմս Եվրախորհրդի նախագահի, ինչպես եք ձեր դերը կամ ձեր ներդրումը պատկերացնում այս փուլում, հաշվի առնելով նաև այն, որ համաձայնությունը ըստ էության կայացած է, բայց ադրբեջանական կողմը փաստորեն պայմանագիրը ստորագրելու փոխարեն նախապայմաններ է հնչեցնում, այստեղ ձեր դերը, ձեր ներդրումը նաև Եվրամիության, ինչպես եք պատկերացնում, որ Ադրբեջանին նաև այսպես կառուցողական դաշտ բերեք եւ հաջողվի այդ փաստաթուղթը ստորագրել եւ մի կարճ հարց էր, քանի որ Հայաստանը ընդունել է Եվրամիության անդամակցության մասին օրենք, մեզ մոտ այդպիսի օրենք կա, դուք այս փուլում իրատեսական համարում եք Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կամ դրա համար հայկական կողմը ինչ քայլեր պետք է անի ըստ ձեզ, շնորհակալություն։ Δεν υπάρχει άλλος τρόπος από ότι... Άρα εμείς στηρίζουμε με κάθε τρόπο την επίτευξη συμφωνίας. Մենք սատարում ենք խաղաղության պայմանագիրը երկրներն ու երկրների միջև դիվանագիտության շրջանակներում եւ այդ շրջանակներում երկու երկրները կարողանան ուզեմ վստահեցնել ձեզ տեսել եմ շատ փորձեր, ջանքեր, որոնք այդ ուղղությամբ արձանագրվում են, բայց հույսով եմ, որ ինչ ստորագրվի, պետք է նաև եւ կյանքի կոչվի։ Ընկեր Ալենը երբ որ մեզ տեղեկացրեց այն ջանքերի շուրջ, մենք էլ մեր կողմից հույս ունենք, որ հնարավորինս շուտ կարձանագրվի եւ իօքուտ իշակալի երկու երկրներ են, դա ել ավելի կհամապնդի։ Դա կօգնի նաև Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Եվրոպական միություն, ինչպես նաև եւ մնացած երկրների հետ։ Երբ որ կա խաղաղություն, յուրաքանչյուր երկրում ծաղկում է, զարգանում է, դուք դրա գիտեք դրա մասին, դա մեզ հարկավոր է եւ ողջ տարածաշրջանում, եւ դա մեզ հարկավոր է նաեւ Կիպրոսի դեպքում։ Ինչպես դուք գիտեք, Կիպրոսը արդեն 50 տարի է կիսված է, բաժանված։ Կիպրոսն էլ է մեկ օրինակ, որ պետք է հարկավոր է, որ լինի խաղաղություն, կայունություն եւ անվտանգություն։ Եվ դա մենք ցանկանում ենք նաեւ բարեկամ հայ ժողովրդին։ Հնարավորինս շուտ ցանկանում ենք լսել դրական արձագանք, առաջընթաց։ Եվ տարբեր միջազգային կառույցներում յուրաքանչյուր հնարավորությունների դեպքում մենք աջակցում ենք, սատարում ենք այդ խաղաղության պայմանագիրը երկու երկրների միջև։ Հաջորդ հարցի համար Ֆակր TV